Գոկջան, ապեր լսիլ է, էլի, մի հատ տենց վատ իրադրություն է մոտս ստացվի, ինչ կարում ես փոխտաս վարկս պիտի մուծեմ, էլի։ Մենք կարողա էլ կյանքում չկարենանք մի հատ այնպես պրոյեկտ անենք, որը Full House-ից բարձր լինի։ Full House-ի 10-ամյակն է շուտով եւ արդեն մայիսին դուք ունենալու եք 10-ամյակի նվիրված համերգ։ Էլի Full House-ի հետ կապված օգոստոսին անակնկալ կա։ Ինչի՞ է հայկական հումորը միշտ քննադատվում։ Քննադատվում են երևի այն հումորի տեսակները, որը որ գոտկատեղից ներքև են։ Ստացվում է գոտկատեղից վերև հումոր անել։ Օրինակ մեր սյուրպրիզ պրոյեկտը մի կին, երկու ամուսին, բայց այն մեկը գիտի, որ դա իր տղեն է։ Տպավորությունն է, որ այսօր բոլորը ստենդափ են անում։ Ուզում եմ հասկանալ դու ինչի ստենդափ չես անում։ Իմը չի դա։ Ում հետ ես ավելի հեշտ աշխատում նկարահանման հրապարակում։ Ժաննա Բուդուլյանի թե Անի Երանյանի։ Էլի Ժաննայի հետ երևի։ Go Sports 96.3 FM-ի ոդքասթային եթեր։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ի հերթական էպիզոդը եւ այսօրվա իմ հյուրն է դերասան Գարիկ Սեփխանյանը։ Գարիկ, ոնց ես։ Շնորհակալություն, լավ։ Խելոք։ Միշտ զգույշ ես ասում, այսօր խելոք։ Հա։ Գարիկ, այսօր խոսելու ենք քո կյանքի շրջադարձային կետերի կարևոր թեմաների մասին, բայց մինչ հիմնական զրույցին անցնել, առաջարկում մի քիչ ավելի լավ ճանաչենք քեզ, զանգահարելով քո մտերիմներին։ Ով գիտի ձեր մասին, քո մասին քիչ հայտնի տեղեկություններ։ Գերներիցս երևի տենց իմ վաղեմի ընկերոջը զանգենք, ինքը ինչ-որ բան կիմանա, երևի չեմ կարող ասել։ Զանգենք։ Զանգենք։ Հալո։ Բարև ընկեր Մկրտչյան, ինչպես ես։ Խելոք էլի, ընկեր Մկրտչյան։ Մի հատ հաղորդման Ընկեր Մկրտչյան, ես կարամ պատասխանեմ։ Հա, ձեր հետ ուզում են խոսեն։ Ձեր դասախոսն է նաև, չէ։ Այո, ընկեր Մկրտչյան։ Ես այստեղից կգոռամ։ Հա։ Ընկեր Մկրտչյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Գերոզանց։ Դուք ինչ դասախոս եք։ Գարիկ ասաց, որ համ իր ընկերն եք, համ դասախոսը։ Անկեղծ ձայնը մի քիչ արձագանք։ Ասում է, ինչ դաս եք տվել Գարիկին։ Հա, դերասանի վարպետություն ռեժիսուրա։ Գարիկին հաստատ ուրեմն լավ կճանաչի։ Լավ, դուք ասեք ինֆորմացիան, թող մեզ տենց քիչ Ընկեր հայտնի Մկրտչյան, ինչ քիչ հայտնի տենց իմ մասին ինֆորմացիա կասեք։ տարօրինակ։ Տարօրինակ էլի, որ մենակ դուք գիտեք, տենց կամ մի քիչ մարդ գիտի։ Թե գախնիկ է, ես չեմ կարող ասում։ Ասում չեմ։ Մենք ուզում ենք գաղտնազերծել բոլոր գաղտնիքները։ Գարիկի մոտ մի հատ տարօրինակ սովորություն կա։ Մենք շատ ենք իրար հետ շփվում ու շատ առիթ ենք ունենում իրար հետ ընդմիջելու։ Ու Գարիկի մոտ մի հատ ինձ համար լավ սովորություն կա, որ ինքն է առաջինը վճարում։ Դե հա, դետքան էլ այդպես չի։ Առաջինը վճարումը ո՞րն է, այսինքն Ամեն դեպքում Հաշիվը միշտ ես եմ փորձում առաջինը հարուստ ես Գարիկ։ Հոգով հա, Հոգով ես վճարում։ հոգով եմ վճարում, զդաչինը տես փոքր տես հոգիկներ են տալի։ Հասկացա։ Հասկացանք ընկեր Մկրտչյան։ Իսկ ուրիշ։ Ուրիշ էլ ինչ կա որ կասեք։ Ես տեղեկություններ ունեմ, որ Գարիկը ձուկ է բռնում լավ։ Լավ ձկներ է բռնում։ Ձկնորսության հետ կապված։ ձգնորսություն, հա, էդի մեզ համար լավ հոբի է, ու երկուսը շատ սիրում ենք։ Բայց միշտ վերջում խոզի խորոված ենք ուտում, չէ։ Ձուկը դառնում է խոզի խորոված։ Հասկացա։ Խոզեր ենք բռնում։ Ու եթե չի ստացվում ձուկ բռնելը, պարտադիր մի ուրիշ բան կազմակերպ։ Տարածքում ինչ կենթանի կա, փորձում եք հարցերը լուծել։ Այո։ Եղավ ընկեր Մկրտչյան, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք շատ ընկեր Մկրտչյան։ Գարիկ, անցնենք մեր հիմնական զրույցին ու դաշտը ուսումնասիրելով տպավորությունն է, որ այսօր բոլորը ստենդափ են անում։ Ուզում եմ հասկանալ դու ինչի ստենդափ չես անում։ Նայեք, ստենդափ անելը դա ինձ թվում է առանձին տաղանդ է, որ մարդ ունենում է։ Այնպես չի որ չեմ կարող անեմ կամ չեմ էլ փորձել նույնիսկ, բայց իմ համար դա ոնց որ առանձին մի հատ ճյուղ է, որ մարդ պետքա այդ տաղանդը ունենա, որ կարողանա անի։ Բայց ես չեմ փորձել, ես չգիտեմ ունեմ թե չէ, անկեղծ ասած։ Բայց մտածում որ իմը չի դա։ Ինչ մեջից դեռ էլի կոպիտ ասած, որ դու կարողանաս այսինքն հումորի ոլորտում լինելը դեռ բավական չէ ստենդափ անելու համար։ Իհարկե։
կապ չունի, ես հումորային սցենար եմ գրում կամ ինչ-որ տեղ խաղում եմ, հումորային կերպար եմ խաղում, մարմնավորում, բայց դա չի նշանակում, որ ես կարամ ստենդափ անեմ։ Հիմա ակտիվ կերպով սիթքոմերում ես նկարահանվում, նաև այդ սիթքոմերի սցենարներն ես գրում, պրոդյուսինգով ես զբաղվում եւ կարող ենք ասել, որ այսօր սիթքոմը շատ հեշտ, գուցե համեմատաբար այլ պրոյեկտների ու արագ նկարվող պրոյեկտ է։ Ես չեմ ուզում փնովեմ ոչ մի սիթքոմի, ոչ մի տենց ինչ-որ բան չեմ ասում, ամեն մեկը ունի իր կատեգորիան, այսինքն ինչ չափի, ինչ մակարդակի վրա է, բայց օրինակ մեր արածները, օրինակ ես ու Գրիգորը միշտ իրար հետ արդեն 18 տարի աշխատում ենք, մեր արածները ժողովուրդը կարող են ասել, մեր հեռուստադիտողը կարող են ասել, միշտ ինքը որակային բարձր է եղել ու մենք դրա համար շատ ենք աշխատել։ Դուք չեք պատկերացնում, մենք ինչ տանջանք ենք տեսել, որպեսզի մենք ունենանք այդ նախագծերը այդ որակի։ Մենք գիշերները չենք գնացել տուն, մենք գիշեր-ցերեկ սցենար ենք գրել, նկարվել ենք, ամեն ինչով զբաղվել ենք իր պրոյեկտով, դրա համար ինքը տենց հեշտ չի, անկեղծ հեշտ չի։ Իսկ փողաբերը։ Փողաբեր ես չեմ կարող ասել, փողաբեր TV շուկան շատ փոքր է։ Ինքը չի կարող այնքան փողաբեր լինի, որ դու գոհ լինես դրանից։ Օրինակ ռուսական շուկան մեծ շուկա է, եթե այնտեղ մի սիթքոմի սցենարի համար օրինակ վճարում են $5,000 մի սերիայի համար, մենք դրա 10%-ն էլ չենք երևի առնում, չգիտեմ, ընդհանուր սեզոնի։ Full House sitcom-ից խոսենք, դա այն քիչ նախագծերից էր, որի սցենարը համեմատաբար քիչ է քննադատվել, քննարկվել ու մասշտաբային բոլորը սիրում էին ու տարիներ շարունակ մնում էր ամենադիտվող նախագծերից մեկը, հա։ Ըստ քեզ ինչով է դա պայմանավորված։ Լիքը նյուանսներ կա այդտեղ, դա մենակ սցենարը չի, ու հիմքը սցենարն է sitcom-ի, բայց գործոններ կան, որոնք sense բոլորը հավաքվեցին իրար ոնց որ հավաքվեցին դարձան կոմպլեկտ ինչ որ մի բան ու ստացվեց մեր մոտ նույն սցենարն էլ դերասաններն էլ պրոդյուսերից սկսած օպերատորական ռեժիսորական տեխնիկական անձնակազմը մոնտաժը երաժշտությունը լրիվ ինքը sense իդեալական ոնց որ եկավ կպավ ու դարձավ մի հատ լավ բան մենք կարողա այլ կյանքում չկարենանք մի հատ այնպես պրոյեկտ անենք որը full house-ից բարձր լինի դա նորմալ երևույթ է։ Իսկ ինչի։ Կարողանանք անենք լինի, բայց կարող է եւ չլինի, որովհետեւ full house-ը ինքը միջև հիմա մենք արդեն 6-7 տարի է վերջացրել ենք իրան, բայց միջև հիմա իր շորշոփը, իր այդ դիտողականությունը, թե YouTube-ում, թե TV-ով, երբ որ ինքը կրկնողություն է գնում, ինքը միշտ բարձր ռեյտինգով ամենաբարձրն է, ասենց ասեմ։ Մենք կարող է երբեք էլ չկարենանք անենք այդպիսի բան, որ ինքը տենց կոպիտ ասած մի քիչ բառս կարող է լավ չհնչի, չկպնի էլ տենց մի բան էլի, որ ինքը այդպես որակային, այդպես սցենարնի, չգիտեմ, Վերջին տարիներին, որովհետև մարդիկ շատ են համեմատություններ անում, օրինակ ինչ որ նոր սիթքոմա դուրս գալիս, համեմատում են Full House-ի հետ, ու ստացվում է, որ էլի անձնակազմը նույնն է, մարդիկ նույնն են, ովքեր որ ստեղծում են այդ սիթքոմերը, ու դուք մրցում եք ձեզ հետ։ Հա, օրինակ, հա, միջև հիմա էլ Full House-ից հետո մենք ունեցել ենք մի քանի պրոյեկտ, նույն սյուրպրիզը, նույն ճամբարը, միշտ կոմենտներում գրում են մեկը Full House-ը լավն է։ Ստացվում է դաշտում մրցակցություն չկա այլ մարդկանց հետ, այլ ստեղծողների հետ։ Ինքը դուրս է գալի, մենք մեր հետ ենք մրցակից էլի դառնում, չգիտեմ։ Այսինքն դուք չունեք այլ մրցակիցներ։ Ես իհարկե ունենք։ Բայց ես որպես իրենց մրցակից չեմ համարում։ Ես կոնկրետ պրոյեկտ անողին ինձ մրցակից չեմ համարում, անում է, եթե իր մոտ լավ է ստացվում, ես մենակ ուրախ կլինեմ դրա համար։ Բայց ըստ քեզ այդ մրցակցությունը կա, առողջ մրցակցության մասին է խոսքը, որ օրինակ թեկուզ համեմատենք, որ այս նախագծերը դուք եք ստեղծում, բայց կան նաև այս մարդիկ, որոնք էլի լավ բան են անում։ Թե իսկապես երբ որ նայում ենք դաշտը դատար կա։ Չէ, դատար չի դաշտը, պրոյեկտները կան, բայց ես էլի եմ ասում, ոչ մեկին ոչ մրցակից եմ համարում, որ թեկուզ առողջ մրցակցություն չգիտեմ, ես անում եմ ուղղակի իմ գործը լավ, այդքանը։ Ով ինձ մրցակից է համարում, դա իր խնդիրն է։
Full House-ի 10-ամյակն է շուտով եւ արդեն մայիսին դուք ունենալու եք 10-ամյակի նվիրված համերգ։ Ինչ է սպասվում։ Մայիսի 4-ին եւ 10-ին Լոս Անջելեսում ենք ունենալու 10-ամյակին նվիրված Full House-ի համերգը, ինչ է սպասվում մեր հանդիսատեսին, իրանք նոստալգիա են ապրելու 100% ու էլի մենք փորձելու ենք մեր հանդիսատեսին էլի ուրախացնենք, էլի գոհ գնան մեզանից, չգիտեմ, կարոտել ենք իրանց, երևի հուսամ իրանք էլ մեզ կտեսնվենք։ Գարիկ, վերջին տարիների քո շրջադարձային կետը ո՞րն ես համարում քո կյանքում։ Մասնագիտական նկատի ունեք։ Կարող է նաև ոչ մասնագիտական լինել։ Շրջադարձային կետ մենք այս վերջի տարիներին այս մի երկու ամիս առաջ նկարանեցինք գեղարվեստական ֆիլմ Գորգ Կիրակոսյանի հետ, Գրիգոր Դանելյանի, ու իմ համար դա երևի իմ մասնագիտական առումով ինքը մի level բարձր էր, որտեղ ես լիքը շատ բան սովորեցի, չնայած նրան, որ ինչ-որ բաների տիրապետում էի, բայց կինոն դա ուրիշ աշխարհ է, իմ համար լիքը նորություններ կար, ես այդտեղից շատ բան սովորեցի, ու ես ուրախ եմ, որ կամ այդ ֆիլմում իմ մասնակցությունը կա, ու այն ինչը, որ ես սովորեցի, ես հետո կօգտագործեմ, էլի հաստատ։ Բոլոր են նախագծերը, որտեղ դու նկարահանվել ես, նաև գրեթե բոլորը, եղել ես նաև սցենարական անձնակազմի մեջ։ Արդյոք սա քեզ երբևէ խանգարել է ավելի մասշտաբային դառնալ ու առաջարկներ ստանալ նաև այդ նեղ անձնական մտերիմ շրջանից դուրս։ Իմ համար ուղղակի կոմֆորտնի է, երբ որ ես աշխատում եմ այդ անձնակազմի հետ, ես առաջարկներ լինում են, տարբեր առաջարկներ, որ առանձին աշխատելու եւ այլը, բայց ես դեռ չեմ որոշել առանձին ինչ-որ բան անելու։ Հիմա մենք պլանավորած ունենք պրոյեկտներ, որը այս տարի նախատեսում ենք, այսինքն էլի Full House-ի հետ կապված օգոստոսին անակնկալ կա։ Էլի անակնկալ։ Այո, էլի անակնկալ, չեմ ասի այդ մասին, բայց այդ մարդկանց հետ ես դեռ ունեմ անելիք, հետո կտեսնենք։ Հումորից մի պահ խոսեցինք ու դու էլ ասեցիր, որ փաստ է, որ հումոր անելը այնպես չի որ հեշտ է, բայց ինչի է հայկական հումորը միշտ քննադատվում ըստ քեզ։ Դու այդ հումորի ստեղծողներից մեկն ես։ Կա գործկատեղից ներքև հումոր ու կա հումոր, որը որ դու քո երեխային թույլ ես տալիս, որ ինքը նայի դա։ Քննադատվում են երևի այն հումորի տեսակները, որը որ գոտկատեղից ներքև են, այսինքն ինքը Իսկ ստացվում է գոտկատեղից վերև հումոր անել ու մարդկանց ինքը շատ դժվար է։ Ուշադրությունը գրավել։ Պատկերացրեք, դուք ունեք մի հատ ռամկա, որի մեջ պետք է աշխատեք, որի մեջ պետք է գրեք, որ համ երեխուն դուր գա, ընտանիքով նստեն նայեն, համ երեխուն դուր գա, համ ծնողին դուր գա, համ էլ իր տատիկ պապիկին դուր գա։ Այսինքն բոլորը ծիծաղեն ինչ-որ բանի վրա։ Այսինքն այնտեղ տեսարան կա, որտեղ մենք օրինակ երկար ենք մտածում այդ մասին, էլի, ինձ չի որ տենց արագ անում ենք, անցնում ենք առաջ։ Օրինակ մեր սյուրպրիզ պրոյեկտը, որը որ նկարեցինք 3 թե 4 եթերաշրջան, չեմ հիշում։ Նրա հիմքը շատ կատաստրոֆիկ էր։ Սենց ասեմ ձեզ, ինքը չեք նայել եք։ Չէ, անկեղծ ասած։ Նայեք ինչ էր։ Երիտասարդ կին է, ում ամուսինը 20 տարի դատված է եղել, ինքը ամուսնացել է այդ երիտասարդ տղայի հետ, հետո ամուսինը ազատվում է գաղութից, գալիս է մտնում է տուն, տեսնում է այդ տղային, ասում է այսով, ասում է տղետ է։ Ու իրանք սկսում են միասին ապրել։ Այսինքն մի կին, երկու ամուսին, բայց այն մեկը գիտի, որ դա իր տղեն է։ Հիմքը, որ ասես մի քիչ շատ ես խորանում, ինքը շատ դժվար բան է ինքը, դա ընես մատուցել, որ երեխեն նայի, չհասկանա ինչա կատարվում, բայց ինքը ծիծաղի դրա վրա։ Այդ սիթքոմի սցենարը դու ես գրել։ Ես եւ Գրիգոր Դանելյանը։ Համարում ես, որ այդ թեման, հիմքը կարծրատիպային է, այսինքն կարծրատիպ է ստեղծում ու ինչ որ առումով լեգալացնում է, որ կարող ենք, չգիտեմ, վերցնել այս թեման, որ
կնոջ ամուսինը փաստորեն բանտարկված է եւ ինքը ունենում է երկրորդ ամուսին։ Դա նորմալ երևույթ է, որովհետև կինը չգիտի, որ իր ամուսինը երբևէ հետ գալու է, թե չէ, ինքն էլ երիտասարդ կինը ինչի չէ, որ Բա հետո եկավ Դե ամուսինը։ եթե դուք նայեք այդ 4 եթերաշրջանը կհասկանաք ինչի մասին է խոսքը ու ոնց է արվել դա։ Ոնց է գրվել, որ երեխան տեսնում է իրան, բայց ինքը չի հասկանում ինչի մասին է, բայց ինքը ուրիշ բանի վրա է որ այս կինը ունի երկու ամուսին միաժամանակ։ Մենք իրան այնպես սիրուն ենք մատուցել, որ երեխան չի հասկանում ինչի մասին է խոսքը, ինքը ծիծաղում է ուրիշ բանի վրա։ Մենք այնտեղ կերպար ունենք Երիցյան Վաչեն Բայց երեխան մի կողմ երիտասարդները հո հասկանում են ու նայում են ու սովորում են գուցե։ Չէ, սովորել, ինչ է սովորել, այսինքն հասուն Դե տեսնում են, որ օրինակ TV-ով սենց բան են ցույց տալիս։ Որ օրինակ սենց պատմությունը արդեն դուք ներկայացրիք պատմությունը։ Բայց այդ պատմությունը հնարավոր է որ լինի։ Դե հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է այս հնարավոր է։ Բայց չէ կարող ամեն ինչի մասին։ Չէ, մենք իրան այնպես սիրուն ենք արդարացրել, ամեն եթերաշրջանի վերջում մենք իրան այնպես սիրուն ենք գրագետ ենք ավարտել, որ 100% մենք այդտեղ չենք սովորացնում, որ դա լավ բան է։ Մենք մարդկանց չենք ասում, որ էսի լավ բան է, սա բոլորը ցենց արեք։ Նաև շատ նկարահանում են, քանի որ դա որպես օրինակ բերեցի, շատ օրինակ նկարահանում են սերիալներ, որտեղ կան ենթադրենք, հա, բռնության տեսարաններ կամ ինչ որ էլի նմանատիպ։ Սիպրեսիտ եք ասում, իսկ սերիալները մի հատ տեք ինչա կատարվում։ Հիմա տեսեք, այդ օրինակն են բերում դավաճանության ինչ որ թեմաներ, ու էլի երբ որ հարցնենք այդ սերիալը նկարահանող մարդկանց, կասեն դե մենք հո չենք ասում, որ դա լավ բան է։ Մենք 368-րդ սերիայում ցույց ենք տալիս, որ բռնությունը վատ բան է, բայց մինչև այդ Չէ, մենք ամեն սերիայում ենք ցույց տալի դա։ Մենք ինքն այնտեղ բացեքստ, ասենց ասեմ, բաներ կա, որ դու ամեն սերիայում ես հասկանում, որ դա ճիշտ երևույթ չէ։ Իսկ այդ կերպարները սկսում ես կերպարներին խղճալ, կերպարը ասում, ինքն էլ վատ դրության մեջ է անկել, չգիտի ինչ անի, ոնց փախնի գնա, լիք բաներ կա, որ ուղղակի Կարիք, հայկական հումորը 10 բալային համակարգով որքան կգնահատես։ Հայկական հումորը մեր մենթալիտետը մի քիչ ուրիշ ձևի է, մենք շատ ուրիշ բաների վրա ենք ծիծաղում, օրինակ ռուսները կարող ուրիշ բանի վրա ծիծաղեն։ Չէ, ես ասում եմ այն հումորը, որ մենք ունենք, ըստ քեզ, որքան կգնահատես։ 7-8 երևի չգիտեմ։ Լավ բարձր ես գնահատում։ Հա, որտեղ որակով հումոր մենք շատ ունենք, ես չէ որ չունենք։ Հաղորդման այս հատվածը առաջարկում եմ խաղանք թե-թե։ Հարցը հետևյալն է. ում հետ ես ավելի հեշտ աշխատում նկարահանման հրապարակում։ Քրիստինա Եղոյանի, թե Ժաննա Բուտուլյանի։ Երկուսդ էլ հեշտ աշխատել եմ։ Ավելի հեշտ։ Ժաննայի հետ երևի։ Ժաննա Բուտուլյանի, թե Անի Երանյանի։ Էլի Ժաննայի հետ երևի։ Ժաննա Բուտուլյանի, թե Գրիգոր Դանելյանի։ Գրիգորի հետ։ Գրիգոր Դանելյանի, թե Արաքսիա Մելիքյանի։ Արաքսն է շատ տաղանդավոր մարդը, կարևոր է այստեղ հեշտ աշխատել, գիտեք ինչն է որ Քեզ ում հետ ավելի կոմֆորտ։ Հա, ավելի կոմֆորտ է, երբ որ քո խաղընկերդ քեզ կարում է պաստա, կոպիտ ասած։ Գրիգոր Դանելյանի, թե Արաքսիա Մելիքյանի։ Գրիգորի հետ։ Գրիգոր Դանելյանի, թե Աղաս Մանուկյանի հետ։ Աղաս հետ էլ է շատ հեշտ աշխատել, բայց ես ավելի շատ նկարվել եմ Գրիգորի հետ, եւ Գրիգորի հետ։ Գրիգոր Դանելյանի, թե Մենչի։ Գրիգորի հետ։ Հաղթեց Գրիգորը։ Եվ եւս մեկ խաղային այսպես հատված ունենք, հաղորդման այս հատվածին արդեն հարցերին պետք է պատասխանես ոչ թե դու, այլ քո կերտած ամենահայտնի կերպարները, օրինակ Full House-ի Ռուբենը կամ Դեպի ճամբարի Լյուդվիկը, կամ դու կարող ես ընտրել։ Պետք է հակնեմ, Ես առաջարկելու եմ մի քանի իրավիճակ եւ դու պետք է այդ իրավիճակին պատասխանես որպես քո ընտրած կերպար։ Okay։ Իրավիճակ առաջին։ Վարկիդ վճարման օրն է եւ պետք է քո գործընկերներից օրինակ Գրիգոր Դանելյանից պարտքով գումար խնդրես։ Գոկջան, ապեր լսիլ է, էլի։ Մի հատ տենց վատ իրադրություն է մոտս ստացվել, ինչ կարում ես փոխտաս վարկս պետք է մուծեմ, էլի։ Ոնց որ չեմ ուզում, էլի սև ցուցակ ընկնեմ 1000 հարց կա, գիտես, էլի։ Հա, ճունես, հա։ Լավ ապեր։ Այս Լյուդվիկն էր։ Իրավիճակ երկրորդ։ Կինդ նեղացել է քեզնից, որովհետև մոռացել ես ձեր հանդիպման առաջին օրը եւ պետք է սիրտը շահես։
Աս Ռուբենը ինձ թվում է, ձևերը գիտի։ Այնքան շուտ եմ խաղացես, քիչ եմ էլ հիշում Ռուբենը ոնց էր խոսում։ Կյանքս լսիլ է էլի։ Ես այդ օրը մոռացել եմ ճիշտ ասած։ Որ օրը։ Որ օրն էր։ Բանը դե մի կարևոր չի, ասում եմ, բանը կարող է գնանք այսօր ռեստորան պատիվ տաս ինձ էլի։ Հա դու գիտես փող չկա էլի մոտս։ Լավ։ Եղավ կյանքս։ Ստեղ պետք է իր զանգի պապային ասա, կարող փող ունենա։ Ռուբենը տենց էր անում։ Դա եթե քրիստիկին ասի, հա։ Եվ իրավիճակի երրորդ նկարահանման օրը քնած ես մնացել ու մի քանի ժամ ուշացել ճիշտ ժամից։ Ինչպես կփորձես անձնակազմի առաջ բացատրել իրավիճակը։ Այս չգիտեմ որ կերպարը կարող է բացատրել։ Բան անենք։ Այդ ֆրունզի կերպարը կարող է, ինքը մի քիչ Ռուբոյի կերպարին մոտ է, բայց Ֆրունզը որ սիտկոմում այդ սյուրպրիզն է, այդ որ ասեցին որ պատմեցի երկար։ Հասկացա։ Ուշացել եմ նկարանումի։ Հա, ու հիմա պետք է ամբողջ անձնակազմը այսպես կանգնած Երբեք չի սպասում է։ լինում, որ ես ուշանամ նկարանումից, այդ Դե մեկ։ պատկերացրու այդ ինչ օր ա եղել, որ ուշացել ես։ Ժողովուրդ ջան, ցավները տանեմ կներեք էլի, այսօր պրոբկի մեջ մնացել էի։ Հա գիտեմ որ ոտով էի, բայց պրոբկի մեջ էի մնացել էի։ Էլ չի կրկնվի, խնդրում եմ ներեք ինձ։ Կարճ ես խփում որ ապը։ Մեր շատ էլ որ ռեժիսորն ես։ Մի խփին գե։ Այսպես մի բան։ Ուզվելու պահեր չկան։ Ֆրունզիկը ուզվում է։ Չեմ նայել էլի, այդ չգիտեմ։ Դե ուզվում էլ էլի, հա, որ տեղը գալիս է ներն անգնում, լացում էլ ասա անում է։ Հա, Այդպես աֆերիստ կերպար է էլի։ Շատ լավ, Ռուբեն, շնորհակալ եմ, հավես, անկեղծ։ Ռուբեն, Աստվածի։ Նորմալ երևույթ է, ինձ փողոցում շատ են շփոթում։ Այսքան խոսացինք, որ վերջում Ռուբեն։ Սամվել, հազարաս։ Մի րոպե, Գարիկ, հիշեցի։ Մերսի Գարիկ ջան, շատ հավես հետաքրքիր անկեղծ զրույցի համար։ Մերսի ձեզ, որ հրավիրեցիք, շնորհակալ եմ։ Այսպիսին էր Գարիկ Սեփխանյանի կյանքի Breakpoint-ը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ ու սպասել մեզ հաջորդ շաբաթ։ Breakpoint Բեկումնային պատմություններ Go Sports 96.3 FM-ի ոդքասթային եթեր